Ոնց են մտել ժողովուրդ։ Թափառող շներ են, չէ՞ հաստատ։ Չէ՞, հա։ Դուրս եկան կառավարության մտնելուց, իրանք արդեն ճտերը բերաներին դուրս եկան։ Այստեղ ամբողջ Քանի շուն կլնեին։ 3 հատ էին այդ պահին։ Ոյ, հա, այն ասենց է տարել են։ Իրանք շներն են, ասենց քրքշ տարել են։ Ենք ցեյթ այնտեղ այստեղ շատ էր, էլի էս ընթացքում է հակնի գալիս։ Ոնց են մտել։ Այնտեղ ակում։ Լույս կա, բայց հա։ Հա, բայց էսի բաց է եղե։ Էսի թե ոնց արեն բաց է, ոնց են բան արել։ Հենա, ներքևի մասով հենա, բանի հերոցի տեղերը կա, որ բանեն արել, բացվեց, հա։ Այսա մի վարքյան, այսի։ Սենց հնարավոր է։ Էսի Ճղեն ու մտնեն ներս։ Ճղեն, բայց ցանցը երկաթյա է։ Բայց շներին Ոյ, ինչ մութ է։ Ստե իմեն ինչքան է ընդհանուր։ Ընդհանուր 2650 է։ Վող։ 3 ամսական, չէ՞։ Ժամը քանիսին հայտնաբերեցիք։ Մենք 7-ից կես մեր առավոտ ելանք որ Կերտան ոնց որ միշտ էլի առավոտ շուտ։ ոնց որ առավոտ ելում ենք երտալու, տենանք 2 հատ շուն, մեկի բերանը ճտեր են, հետում են։ Դե 2 հատ եք տեսի, կարող մի քանի հատ տեղացել են, 2 հատին տեսել եք։ Տեսել ես դու, հա։ Երրորդն էլ կար, մի հատ էլ չալել, սև սպիտակ չալել։ Նորի մտանք ինչ տնանք, սենց ուջը։ Էսի երևի մտել են, այս կողքերն սենց բանով։ Ավիրելով, խեղտել, Էսի որ փախել է, ծվել են իրար վրա։ խեղտվել են, հետել։ Հիմա համայնքի ղեկավար քաղաքապետարան դիմել եք ժողովուրդ։ Քաղաքապետարան դիմել է։ Մարզպետարան։ Չէ, մարզպետարան չէ, քաղաքապետարան։ Ձեր խնդրանքը էկոնոմիկայի նախարարին, որ գոնե համ բիզնեսը կծաղկի, սենց կետա կկորի արդեն, գոնե օգնության ձեռք մեկնեն։ Ասել աշուանդամ, հայան երրորդ կարգի աշուանդամություն ունի։ Վարկերով էլ վերցված։ Վերցված բանա, ես էլ ոչ ուրիշ էլ։ Ինչքան է ընտանիքի անդամները։ Ընտանիքիս անդամներ են 3 երեխա ունեմ, մերս է թոշակառուծեր, կինս։ Ապրիլի 4-ն է, գտնվում ենք Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի տներից մեկում, որտեղ տան անդամները ամուսինը հաշմանդամ, մայրը թոշակառու, ընտանիքի անդամներով մի խոսքով վարկով վերցրած ճուտ են պահել, հավեր են պահել ու այսօր առավոտյան ժամը 7-ի սահմաններում հերթական անգամ գալիս են այստեղ, սա գոմ չի, չէ՞ չտանոցա։ Հենց գոմ։ Հա, գոմ, գալիս են գոմ, որպեսի կերակրեն հավերին և ականատես են լինում մի սարսափ տեսարանի։ Մոտ 2700-ից ավելի ճուտ, 3 ամսական ճուտեր, տարբեր կողմերում, անգամ անկյուններում ես, ոնց որ ասում է, խոտի դեզի նման լցված, ամբողջը սատկած։ Այդ ժամանակ, երբ ընտանիքի անդամները գալիս են գոմի ուղղությամբ, որպեսի կերակրեն ճտերին, տեսնում են 2 շուն, թափառական շուն և ըստ իրենց վստահ են, որ հեղինակները, այսպես ասած ճակերտավոր հեղինակները, այս սպանդի հեղինակները թափառող շներն են։ Ժամը 7-ի կողմերն է, չէ՞ դուք մտաք։ Ժամը 7-ին արդեն հայեկան, որ Ներտական կեր է։ Կեր է, ուզեցանք կանկերտա, մեկ էլ տեսանք շներն է տեղ են, մեկի բերան էլ ճուտ են, ու եկան դուրը տեսանք։ Հա, շների ոտնահետքերն այդո տարբեր կողմերում թափված ճտերը։ Ցանցն լրիվ պոկված, շները մտել են, կեսն բայատ են փռել, կեսն սեստեղ։ Հիմա ճիշտն ասած, թե ընտանիքի անդամները, թե ողջ հարևանությունը խնդրանքով դիմում են
Գեղարքունիքի մարզպետին, Մարտունու քաղաքապետին, ինչու՞ չէ նաև Պապոյանին, էկոնոմիկայի նախարար պարոն Պապոյանին, նամանավանդ որ էկոնոմիկայի նախարարը միշտ ասում է, թե իրենք խրախուսում են, իրենք մեծ տեղ են տալի, ընդառաջում են, օգնում են այն ընտանիքներին, ովքեր որ նման աշխատանքներ են կատարում, տնտեսություն են զարգացնում, խոշոր եղջերավորանասուններ են պահում, այս դեպքում մարդիկ մի ամբողջ ընտանիք վարկով վերցրած 3 ամսական ճտեր են, չէ՞ սա 3 ամսական ճտեր են։ Հիմա պարոն նախարար, ուզում ենք հավատալ, որ իրոք ընտանիքի անդամները ճիշտ ասած նեղվում էին, ասում են ամոթ է, չենք ուզում դիմենք, բայց հարևանները պնդում են, որպեսզի իրոք այս ընտանիքին օգնության ձեռք մեկնեն։ Ինչու՞ չէ նաև վստահ են, որ եթե այս մասին իմանա հանրապետության վարչապետը Նիկոլ Փաշինյանը, ինքը նույնպես գուցե հանձնարարի կառավարությանը, որպեսզի կառավարությունը իր միջոցներով օգնության ձեռք մեկնի ընտանիքին։ Իրոք ես նույնպես խնդրանքով դիմում եմ նշված անձանց, որպեսզի սատար կանգնեն այս ընտանիքին։ Դիմում եմ նաև գործարարներին, հարգելի գործարարներ, դուք երբ ձեր աշխատանքները սկսել եք, դուք եք 0-ից սկսել, ձեր քրդինքով սկսել եք, հիմա այդ նույն քրդինքով 0-ից այս ընտանիքներ, խնդրանք, որպեսզի իրոք օգնության ձեռք մեկնեք այս ընտանիքին։ Ահա, այնտեղ ցանցն է, չէ՞, էսա։ Ցանցը այնա ցանցն է, որը որ էսա ցանցն է, որը որ հենց թափառող շներն են ըստ իրենց թափառող շներն են բան ցանցը պատռել ու մտել են ներս, տեսնում եք տարբեր հատվածներում շների նույնիսկ հողամասի տարբեր հատվածներում է։ Այսպես Էսա մի հատը խեղճ ու կրակ մի հատը մնացել է։ Վա, այս խեղճը մի հատը մնացել է։ Սպանդ, էլի սպանդ։ Ընտանիքը վարկի տակ։ Գոնե այդ բանկային, որ բանկում եք վարկը։ Ամիո բանկին կարելի է նաև խնդրանքով դիմել, որ գոնե մի 2-3 տարի վարկերը սառեցնեն, միջև տեսնեն այս մարդկանց մեջքը դզվի։ Այդ մեկը, հա, փախել է, այդ մեկն է մնացել, հլը։ Հետի մնալու հաշիվ չի։ Ես էլ ասած կինչ։ Իսող ոստիկանությունն էլ է, չէ՞ եկի արձանագրել։ Այս դուռը ոնց է բացել է։ Էսի ցանցն է։ Ես էլ կերի ամաններն է, չէ, սաղ տակնու վրա են արել, չէ, ես կերի ամաններն է, էլի, ջրի, կերի, ընդհանուր նախնականով մոտավորապես 5-ից 6 միլիոնի վնաս եք, հիմա մարզպետարանը, քաղաքապետարանը ասել է, հլը ձեռ մի տվեք, մարզպետարանը չէ, քաղաքապետի տեղակալ Վահագն Դավթյանը եկա, ասեց հլը ձեռմի տվեք, մինչև երկուշաբթի տենանք ինչ է, ազնաժողով կազմենք, ինչ անենք, տենանք ոնց արմեն, ինչ է։ Մինչև տենանք ինչ է։
Ես այս մեկն էլ ասախ։ Ես այս մեկն էլ ասախ։ Այ հենա։ Այս։ Էսա։ Այդ հա, այդ էլ հանն է։ Հետա, ճիշտ է բռնեցիք։ Բայց է։ Հələ։ Նա այդ է խեղճը։ Զրոյից բերե մի օրականից բերել Ֆաբրիկայից, ֆակտուրայով, բերել ենք, դեղորայքը գնել ենք իրանցից, վակցինաները, ամբողջ այդ ծախսը նորից է տեղից ենք վերցրել, էլի դեղորայքը։ Ամեն ինչը ֆակտուրայով բանով ունենք։ Լավ է ամուր, տակ, քարով սարքած